Շնորհակալություն մեծարգո փոխոսնակ, ես իրականում ուզում եի հանել ելույթս, բայց Տիգրան Աբրահամյանի ելույթին պետք է ամեն դեպքում արձագանքեմ, տեսեք, պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը, Սերժ Սարգսյանի խմբակցության քարտուղարը, էլի եկավ եւ ուրեմն բանակից խոսեց, սպառազինություններից խոսեց, հիմա էլ ոնց որ թե տենց գոհ էր, ոնց հասկացանք սպառազինություններից, հիմա էլ եկել է, թե բա մարտական ոգին, բարոյ հոգեբանական վիճակը պետք է կարգավորվի եւ այս իշխանությունը չի կարող կարգավորել եւ այլն եւ այդպես շարունակ։ Պարոն Աբրահամյան, պատիվ ունեմ, խմբակցության падգամավորներ, Հայաստան խմբակցության падգամավորներ, ձեր նախագահների հետ միասին վարչապետը ձեզ հրավիրել է, որ գաք իրար հետ սիրուն, ուրեմն տեսնեք եւ ծանոթանաք, ուրեմն ռազմարտունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, մոտիկից կծանոթանաք նաեւ վստահ եմ մեր զինվորականների մարտական ոգուն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես ձեզ առաջարկում եմ ուղղակի դատարկ խոսելու փոխարեն, ուրեմն մանիպուլացնելու, ստեր գեներացնելու փոխարեն հավաքվեք իրար հետ, մենք կտրամադրենք ձեզ նաեւ տրանսպորտային միջոց, կուղեկցենք ձեզ եւ կգաք կծանոթանաք եւ ես կարծում եմ որ դրանից հետո առհասարակ որևէ ասելիք չեք ունենա, բայց դուք չեք գալու, բնականաբար, ինչպես չեք գալիս բանավեճերին, այդպես էլ չեք գալու սպառազինությանը ծանոթանաք, որովհետև այդ ամեն ինչի արդյունքում բացահայտվելու է ձեր դավադիր դեմքը։ Այն դեմքը, որը ամփոփված է քիչ առաջ, ուրեմն հրապարակված կառավարության կողմից հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ։ Ձեր դեմքն է, ուրեմն բացահայտվելու։ Թե ինչպես եք մեղրին փորձում փոխանակել լղիմի հետ, ուրեմն, թե ինչպես էր, օրինակ, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում բանակցում 5 գումարած 2, ուրեմն կարգավորման տարբերակի հետ, 1 փուլային տարբերակի հետ, 1 փաթեթային տարբերակի վերաբերյալ, այսինքն միշտ բանակցություններն այն մասին են եղել, որ դուք ուրեմն պետք է Ադրբեջանին վերադարձնեք տարածքներ։ Եվ էսա ձեր իրական դեմքը, այնպես որ եւս մեկ անգամ ես պետք է այստեղից կրկնեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկը ձեզ 3 նախագահների գլխավորությամբ եկեք եւ մոտիկից ծանոթացեք, թե ինչպես են բանակը զարգացնում, ինչպես են զարգացնում ռազմարտունաբերության ոլորտը, եկեք մոտիկից ծանոթացեք, ինչպես են սիրում հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, որը դուք այդպես էլ չսովորեցիք սիրել։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների միջոցով, այսինքն իրենց խմբակցության падգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների եւ լրագրողների միջոցով եւ գալ եւ բանավիճել կամ լռել առհավետ ներողություն։ Նախկին նախագահները, այսպես կոչված, չգիտեին ինչ անեին, բայց նրանց միջի խելացին Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մի փոքր գերազանցում է ինտելեկտով Սերժ Սարգսյանին եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանին, գտավ մի հանճարեղ ասելիք եւ ասեց. հրապարակեք բանակցային փաստաթղթերը եւ այդպես։ Ի պատասխան բանավեճի հրավերի ասեց. դու հրապարակի բանակցային փաստաթղթերը։ Դե ինչ, սիրելի 3 նախագահներ, այսպես կոչված, բանակցային փաստաթղթերը այսօր հրապարակվեցին եւ ըստ էության դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ, կամ խայտառակ լինեք, բայց իրականում այդ խայտառակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որտեղ որ գաք էլի խայտառակ եք լինելու, ընտրությունը ձերն է, սպասում ենք։ Պարոն Աբրահամյանին խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ վերանայել իրենց տեքստերի բովանդակությունը, որովհետև հնարավոր չէ նույն տեքստերը 5 տարի շարունակ նույնաբովանդակ լսել մի պատճառով, որովհետև առաջին հերթին դրանք իրականության հետ որևէ կապ չունեն։ Հարգելի գործընկերներ, 3 Մայրաթոռի դիվանապետ Սամվել Խաչատրյանը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ, որը այլ կերպ բնութագրել քան ստի փարիսեցիության եւ երեսպաշտության բենեֆիս ուղղակի հնարավոր չէ։ Այս ժամից ավել տևող հարցազրույցի կամ մամլո ասուլիսի ժամանակ, որը իրականում շատ
լսողի համար բավականին երկար կարող էր ընկալվել, որովհետև սարսափելի ձանձրալի էր եւ պայմանավորված հիմնավորապես լրագրողների հարցերի բովանդակությամբ, այնուամենայնիվ մեկ հարց հնչեց, որը ուշագրավ էր, եւ այդ հարցի հեղինակը պետք է նշեմ Factor TV-ի լրագրող Նարեկ Կարապետյանն է, ի պատիվ իրեն, վերջը հարցը հնչեց, ասեց, իսկ ինչու չեք արձագանքում կաթողիկոսի երեխա ունենալու հետ կապված մեղադրանքներին, ինչին ի պատասխան դիվանապետը ասում է, որովհետև, ասում է, ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, որովհետև դա գռեհիկ հարց է։ Այսինքն մարդուն ասում է, երեխա ունես, զավակ ունեք թե չէ, ասում է, ոչ, դա գռեհիկ հարց է, ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, դա նույնն է, ինչ ես ձեզ հարցնեմ ձեր սեռական կողմնորոշման մասին։ Սա ուղղակի աբսուրդների մի այլ իհարկե աշխարհից է, հարգելի գործընկերներ, ընդ որում զավեշտալին այն է, որ զուգահեռաբար իսկապես գռեհիկ եւ զազրելի այն դրվագին, որը վերագրվում է հենց դիվանապետին, դրա հետ կապված ինքը օր ու գիշեր խոսում է, հերքում, ասում է, ոչ, ես դրա հետ կապ չունեմ, այսինքն ստեղ խնդիր չկա, բայց այ հարցը թե առայն թե կաթողիկոսը արդյոք երեխա ունի թե ոչ, դա գռեհիկության գաղտնակետն է, դրան չի կարելի անդրադառնալ եւ այսուհետ մենք վերջապես կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնողներից կամ իր կողմնակիցներից ինչ որ պատասխան լսեցինք հարգելի գործընկերներ, իսկ պատասխանը լեգալն է, որ այդ հարցը պատասխանատվություն չունի, որովհետև դա գռեհիկ հարց է եւ դրան այլևս պետք չէ անդրադառնալ։ Եվ վերջում հարգելի գործընկերներ, քիչ առաջ հրապարակվեց Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, որոնց մի դրվագին ես ընդամենը հասցրեցի ծանոթանալ եւ ինձ մոտ հարց առաջացավ, անկեղծ ուզում եմ հասկանալ մեր ընդդիմությունը ամիսներ շարունակ ինչ էր պնդում, որ դրանք հրապարակվեին, այսինքն քաղաքական մազոխիզմի դրսևորումները անկեղծորեն շատ տարօրինակ են եւ զարմանալի։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր ընդդիմադիր որոշ շրջանակներ շարունակում են բարձրաձայն գոռալ, թե Հայաստանում իբրև թե քաղբանտարկյալներ կան։ Սակայն ամենաուշագրավը այն է, որ ոչ մի միջազգային կառույց, ոչ մի հեղինակավոր իրավապաշտպան զեկույց նման պնդում չի հաստատում։ Փաստերի բացակայությունը նրանց եւս չի խանգարում եւ փոխանակ ճշմարտության հետ առերեսվելու հիմա էլ հենց այդ կառույցներին են մեղադրում աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվելու մեջ։ Սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է, այլ մարդկանց մոլորեցնելու բացահայտ փորձ։ Իսկ հարցը դեռ մնում է անպատասխան։ Ում են փորձում խաբել։ Իրենց կողմնակիցներին, ժողովրդին, թե իրենց։ Եվ վերջապես ինչի են ուզում հասնել նրանց միտումներով։ Բայց ամենավատը այն է, որ այդ նույն քաղաքական ուժերը այսօր հայտարարում են, թե իբրև Նիկոլ Փաշինյանը երբևէ քաղբանտարկյալ չի եղել։ Սա արդեն բացարձակ սուտ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատանի վճիռը ուր մոռացան։ Այդ վճռում հստակ արձանագրված է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո իշխանությունը իրականացրել է ապօրինի հետապնդումներ անմեղ քաղաքացիների, հանրահավաքների առաջնորդների նկատմամբ։ Այդ մարդիկ իրական քաղաքական հետապնդումների ու ճնշումների զոհեր էին, եւ նրանք հենց քաղբանտարկյալներ էին պետական համակարգի հրահանգով։ Հետևաբար նման կեղծիքների տարածումը ոչ միայն այն պատասխանատու, այլ նաեւ ամոթալի պահվածք է։ Թասիբ ունեցեք։ Մարդասպանության պատասխանատուներին պաշտպանելով դուք ոչ թե պաշտպանում եք քաղաքական գաղափար, այլ արդարացնում եք նրանց գործած հանցագործությունները։ Իսկ եթե արդարացնում եք, ապա փաստորեն նրանցից ոչնչով չեք տարբերվում։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ 5 տարվա ընթացքում կառավարությունը իրականացրել է մի շարք բարեփոխումներ մեր պետության հասարակական, սոցիալական, քաղաքական ոլորտներում։ Այս փոփոխությունների շարքը ամփոփվում է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ։
Այդ նպատակով բյուջեում նախատեսված է 2026 թվականի համար 127 միլիարդ դրամ մեր հայրենակիցների առավել խոցելի խմբերի առողջապահության ապահովագրումը ֆինանսավորելու համար։ Մասնավորապես 2026 թվականի հունվարի 1-ից մեր կենսաթոշակառուները կօգտվեն այդ համակարգից։ Համոզված եմ, որ սա մեծ հեղափոխություն է առողջապահական համակարգում։ Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ արձանագրել, որ նախկին ապաշնոր ղեկավարների օրոք մեր երկիրը բազմիցս կանգնել է այնպիսի իրավիճակների առաջ, երբ բյուջեն վերածվել է ոչ թե զարգացման գործիքի, այլ իշխանության վերարտադրության միջոցի։ Ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի տարիներին պետական ռեսուրսները ծառայել են նեղ խմբային շահերին, ոչ թե կրթական համակարգի որակի բարձրացմանը, ոչ թե առողջապահության արդիականացմանը, այլ սեփական հարստության բազմապատկմանը, ինչն էլ խորացրել էր անարդարության զգացումը մեր երկրում։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ է արժեցել նախկին հակաժողովրդական, հակապետական կառավարումը մեր պետության եւ քաղաքացու համար։ Կրթությունն արժեզրկված է եղել, որովհետև հաջողությունը կախված է եղել ոչ թե գիտելիքից, այլ կապերից։ Սիրելի քաղաքացիներ, մոտենում է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրի ավարտական փուլը եւ 2026 թվականին բարեհաջող կամփոփվի այդ ծրագիրը եւս եւ մեր երեխաները իրենց կրթությունն ու դասիրակությունը կստանան ժամանակի պահանջներին համապատասխան կրթօջախներում։ Եվ այսօր այս առաջընթացի փոփոխությունների ֆոնին նախկին ղեկավարները միմյանց հերթ չտալով փորձում են սրբագրել իրենց կառավարման անփառունակ տարիների մութ էջերը։ Փորձում են ստվեր գցել լեգիտիմ ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդի հեղինակության վրա։ Իհարկե, դա ձեզ չի հաջողվել, չի հաջողվի, քանի որ ժողովուրդը այսօր էլ շարունակում է եւ շարունակելու է վստահել իր առաջնորդին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կրթության բովանդակային բարեփոխմանը, բովանդակային գիտության եւ նորարարության խթանմանը, սոցիալական հավասարության ամրապնդմանը եւ արդար պետական համակարգին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձությունները ապացուցում են, որ Հայաստանի հոգևոր կյանքը նորոգելու եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կտրիչի կլանից ազատագրելու վարչապետի եւ մի շարք հոգևորականների ջանքերը արդարացված են։ Հայաստանում այս օրերին տեղի է ունենում հոգևոր զարթոնք, տարբեր մարզերում եւ բնակավայրերում վարչապետի մասնակցությամբ Սուրբ եւ անմահ պատարագին մեծ խանդավառությամբ են մասնակցում նաեւ քաղաքացիները եւ կարելի է ասել օր-օրի պատարագին մասնակցող մեր քաղաքացիների թիվը այս առումով ավելանում է։ Եկեղեցին իրենց անձնական կրքերի, բիզնես պրոյեկտների, պետության դեմ խարդավանքների էպիկենտրոն դարձրած կրոնական խունտայի ու մեծ առումով կտրիչ ներսիսյանական անասպատության ու հակաքրիստոնեական դարաշրջանի ավարտն անխուսափելի է։ 3 բարձրաստիճան հոգևորականի կոչումը գետնով տված մեկը, ով դեռ 30-ի ասուլիս տալու խոսում է մեր իշխանության լեգիտիմության մասին, ու սա այն բանի ֆոնին, երբ ընդամենը 3 օր առաջ Մայրաթոռում տեղի ունեցած 2 կարևոր իրադարձություն ցույց տվեցին կտրիչի լեգիտիմության զրոյական մակարդակը։ Նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով եւ դրան զուգահեռ Մայրաթոռի բակում պետք է տեղի ունենար հավաք ի պաշտպանություն կտրիչ Ներսիսյանի, սակայն 2 միջոցառումներն էլ ձախողվեցին։ Առաջինի դեպքում հոգևոր խորհրդի անդամները չներկայացան եւ նիստը չկայացած, իսկ երկրորդի դեպքում էլ, ինչպես տեսակ, հանրությունը պարզապես չգնաց կտրիչին աջակցելու։ Այս 2 ձախողումները խոսում են այն մասին, որ եթե կտրիչը նախկինում ապա լեգիտիմ էր հանրության շրջանում, ապա հիմա նա կորցրել է իր լեգիտիմությունը նաեւ ներսում բարձրագույն հոգևոր դասի շրջանում։ Ավելին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն ստացած իշխանությունների լեգիտիմությունից խոսող անձին պետք է ասեմ, որ 10 հոգևորականների հայտնի հայտարարության մեջ կասկածի տակ է դրվում նաև կտրիչ Ներսիսյանի ընտրության լեգիտիմությունն ու օրինականությունը։ Մեջբերում հայտարարության այդ հատվածից։
Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր եկեղեցու ներսում եւ մեր եկեղեցու շուրջ արկա անառողջ մթնոլորտի համար, որը փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե ուշադրություն արդար առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունները, Բեժբերման ավարտ։ Սա ուղիղ մեղադրանք է այն մասին, որ 1999 թվականին կտրիչի ընտրությունը կաթողիկոսի պաշտոնում տեղի ունեցել կեղծիքներով, ահաբեկումներով եւ բռնության ուղեկցությամբ, ինչի վրա հրավիրում եմ մեր բոլորի, այդ թվում նաեւ իրավապահների ուշադրությունը եւ սա համարում եմ հաղորդում հանցագործության մասին։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2026-ը սարերի հետևում չէ եւ մենք քաղաքական ուժերս պետք է մեր ընտրողներին, մեր բնակչությանը որոշակի քաղաքական ծրագրեր ներկայացնենք եւ այս համատեքստում ես ուզում եմ խոսել մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ծրագրի մասին, կոնֆլիկտի գինը եւ կոնֆլիկտից դուրս գալու գինը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնագրերը կարող են դառնալ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տաք կոնֆլիկտից դուրս գալու պատմական հնարավորություն, այլև որոշակի դրական միտումներ եւ ազդակներ քաղաքական իրավիճակ փոխել տարածաշրջանում։ Գալով առաջ քաշված բարդ, գուցե էմոցիա ու պաթոս պարունակող մտածողության փոփոխություն ենթադրող վերը ձևակերպված հարցին առանձնացնենք կոնֆլիկտի գինը։ Այս հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի։ Շուրջ 30-ամյա տաք կոնֆլիկտ, 30-ամյա զողացող պատերազմ, մարդկային եւ տարածքային կորուստներ, արտագաղթ, տնտեսության անկում, առաջնային ապրանքների դեֆիցիտ, բյուջեի անհամաչափ բաշխում, ամեն ինչ պատերազմի եւ ռազմական ոլորտի համար, որի արդյունքում կրթական, առողջապահական, սոցիալական ծառայությունների վատթար վիճակ, գյուղատնտեսության անկում, փակ սահմաններ որպես հետևանք նվազագույն ներդրումներ, ներկրումների, արտահանումների դժվարություններ, մշտական աճող ռազմական ծախսեր, սոցիալ-հոգեբանության մակարդակում, հասարակության բևեռացում, ապաթիա, անվստահություն իշխանությունների նկատմամբ, վախի մթնոլորտ, արտագաղթի մեծ տեմպեր, քրեաօլիգարխիկ կլանների ձևավորում, կոնֆլիկտը բացառապես քաղաքականություն մտնելու, իշխանության գալու եւ այն ամեն գնոր պահելու պատրվակ։ Ինչ ենք առաջարկում մենք։ Մենք առաջարկում ենք քննարկել կոնֆլիկտից դուրս գալու գինը։ Այս հնարավորությունը ես տեսնում եմ հետեւյալ արձանագրումներում։ Պոտենցիալ պատերազմների էսկալացիաների չեղարկում, կառավարելի ռիսկեր, սոցիալ-հոգեբանական դաշտում չափազանց դանդաղ, բայց մտածողության փոփոխություն, վստահության չափաբաժնի ավելացում սեփական քվեով ձևավորված իշխանության նկատմամբ, արտագաղթի տեմպերի նվազում, գուցե դանդաղ, բայց ուրվագծվող ներգաղթ, առաջ եկող ինքնության հարցեր, նոր տեսլականի, նոր գաղափարախոսության շուրջ եւ դրա վերաբերյալ, տնտեսության ակտիվացում, կենսամակարդակի բարձրացում, քաղաքական դաշտի բյուրեղացում, պետության որևէ կենտրոնից կախվածության նվազեցում, պետական բյուջեի համաչափ բաշխում, հասարակության առողջացում, միջազգային հարաբերությունների ձևավորման նոր ելակետեր դառնալով ավելի կանխատեսելի գործընկերներ, ցավոտ իրականության հետ առերեսում, սրտի հոգու եւ սթափ բանականության բախում։ 88-ից հայ հասարակությունը ցնցվել է պատերազմներից եւ դրա համար վճարվող գնից։ Մենք վճարել ենք ամենաթանկով եւ այսօր, հարգելի հայրենակիցներ, ընտրությունը մերն է։ Ինչ ենք որոշում մենք՝ մտածել կոնֆլիկտի մասին, թե կոնֆլիկտից դուրս գալու գնի մասին։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, պետք է մի փոքր անդրադառնամ պարոն Աբրահամյանի ելույթին։ Պարոն Աբրահամյանը եկել է այստեղից խոսում է բանակի մարտունակությունը վերականգնելու մասին, թե ինչքան վատ վիճակում է հիմա գտնվում բանակը, թե ինչքան է կրճատվել բանակի բյուջեն, ընդ որում ասեմ, որ ես վերջերս ուսանողների հետ շատ եմ հանդիպում եւ նրանց կողմից անդադ լսում եմ, թե բյուջեն կրճատել եք պաշտպանության նախարարության, սիրելի հայրենակիցներ, չկա նման բան։ Օրեր առաջ ես գործընկերներիս հետ գնացել եմ եւ ծանոթացել ենք մեր նոր սպառազինություններին, ընդ որում ես ինձ հետ արել եմ նաեւ իմ օգնականին, ով 2020 թվականին ծառայում էր բանակում, հետեւաբար նաեւ մասնակցել է պատերազմին, քանի որ ինքս շատ բան չէի հասկանում զենքերից, իհարկե այնտեղ ներկայացվում էր, բայց նաև ինչ շատ հետաքրքիր էր իր կարծիքը եւ նա մի բան ասեց, որ այդ զինատեսակները ամբողջ ինչ որ մենք տեսել ենք, ասեց, որ դրանցից ոչ ոք ինքը 20 թվականին չի տեսել։ Ու եթե մենք վաղուց լծված լինեինք բանակը վերազինելու գործին, մենք 2020 թվականին լրիվ այլ պատկեր կունենայինք։ Պարոն Աբրահամյան, ով, բայց դուք կամ ձեր նախկին իշխանություններից որևիցե մեկը չի կարող բանակի վերաբերյալ կարծիք հայտնել կամ մարտունակության վերականգնման մասին առավել եւս խոսել։
Մենք վերջին տարիներին ինչքան զենք որ մենք գնել ենք նախորդ տասնամյակներում, հա Սերժ Սարգսյանի իշխանավարության եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին միասին վերցրած այդքան զենք չի գնվել եւ հատկապես այդքան գործ որ արվում է բանակում ու դրանից հետո դուք խոսեք նաեւ հանդիպեք քաղաքացիների երիտասարդները դաժամբիոն օգտագործեք խոսեք թե բանակի մարտունակությունը ընկել է թե բյուջեն կրճատում են լիովին դուք ապատեղեկատվություն եք տարածում եւ ուղղակի լավ կլինի որ դուք չխոսեք բանակի մասին որովհետեւ բանակը ինչ վիճակում որ գտնվում է դրա ամբողջ մեղքը գտնվում է ձեր տիրույթում Այստեղ պարոն Թադևոս Ավետիսյանը խոսեց սոցիալական վիճակի վատթարացման հետ կապված, հա նվազագույն աշխատավարձը չեք բարձրացնում, այո, չենք բարձրացնում նվազագույն աշխատավարձը 26 թվականին, բայց մենք ունենք այլ մեխանիզմներ, մենք ունենք հետվճարի համակարգ ենք ներդրել, հա 2026 թվականից բոլոր քաղաքացիների անկանխի գնումների դեպքում 2% իրենց ծախսած գումարից հետվճար կստանանք։ Մենք ատեստավորման համակարգ ենք ներդրել տարբեր բնակավարներում, կոնկրետ ուսուցիչների հետ կապված մեծ արձագանք կա, ամեն տարի ավելի շատանում են եւ ավելի բարձր աշխատավարձ են ստանում մեր ուսուցիչները։ Նաև կենսաթոշակառուների հետ կապված ասեմ, որ 2026 թվականից հետվճարի համակարգը 12%-ի փոխարեն նրանք կստանան 20% հետվճար պլյուս 2%-ը, որը որ բոլորիս է վերաբերվում, նաև դա կգումարվի եւ առավելագույնը 10000 դրամ ամսական կարող են յետ գումար ստանալ, նաև այն ընտանիքները, որոնք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական ստանում են 50000 դրամ, նրանք եւս կարող են, այսինքն այդ քեշբեքի համակարգը տարածվում է նաև նրանց վրա եւ նրանք եւս մինչեւ 10000 դրամ կարող են ամսական ավել գումար ստանալ։ Ինչպես նաև այսօր մենք քննարկեցինք առողջապահության համապարփակ ապահովագրության կներեք ժամանակը վերջացել է, բայց նաև մեր կենսաթոշակառուները, քանի որ ընդգրկվում են նաև 2026 թվականից, էականորեն նաև նրանց առողջապահությանը վերաբերող ծախսերը նաև սրանով դուրս են գալիս։ Այսինքն նրանք նաև պետությունը կհոգա նրանց առողջապահական հարցերը։ Թերևս այսքանը, շնորհակալություն։